ինչ որ էվրիկաներ մենք չենք հայտնագործում, ամբողջ տրանզիտը ապահովում է Իրանը, վերացական Հայաստանում ենք ապրում, անգամ խաղաղության պայմանագրի մասին արդեն որի-որ տարին է խոսում ենք, բայց սա էլ տեղի չի շարժվում։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր զրուցակիցը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրով, սկսենք ամենաթարմ նորություններից։ Իրանը պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել Նախիջևանի տարածքով եւ արդեն այդ մասով աշխատանքներ տարվում են եւ կա կոնկրետ պայմանավորվածություն։ Սա ինչպես է գնահատում եւ ինչպես է այս իրադարձությունը անդրադառնալու Հայաստանի Հանրապետության վրա։ Նախ հասկանանք, թե այս խոսույթը ինչի մասին որ ասում եք, ինչի շրջանակներում է եղել, դա եղել է պաշտոնական այցի շրջանակներում, միանգամից կարող եմ հետևյալ գնահատականը տալ, որ իրանական կողմից որևիցե հակահայկական տեղեկություն, որպես այդպես ինչ որ գնահատականներ չի հնչեցվել, դա շատ ողջունելի է, ես կարծում եմ, որ Իրանը այն խորքային պետությունն է, որ հստակ ունի իր ազգային ու պետական շահերը, Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում իր ձևաչափը եւ մոտեցումները եւ այս տեսլականից դուրս այլ հայտարարություններով հանդես չի եկել։ Կայուն քաղաքականություն վարում է Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ այդ համատեքստում Իրանը ասել է այն ինչ որ միշտ ասել է, որևիցե նորություն այս մասով չկա, որ Իրանը ինչպես այսքան տարիներ շարունակ տրամադրել է Նախիջևան եւ Արևմտյան Ադրբեջան ցամաքային կապը, որպես երկիր տրանզիտային երկիր, այդպես էլ շարունակաբար պատրաստակամություն է հայտնել վերստին այդ ճանապարհը, որ առկա է, տրամադրի եւ այստեղ անգամ նորություն չի, որ նոր երկու կամուրջ է կառուցվել, որը որ նորից ալտերնատիվ տարբերակ է տրամադրում, որպես այդպեսին նորից իր սուվերեն տարածքի միջով անցնող ճանապարհի մասին է խոսքը, նորից Նախիջևանից դեպի Ադրբեջան։ Եւ այստեղ մենք պետք է հասկանանք, որ տնտեսական քաղաքական տեսանկյունից եւս նրան ձեռնտու է, որ Հայաստանի այն համատեքստում ինչի մասին մենք ակնարկում ենք եւ խոսում ենք, այդ Զանգեզուրի միջանցքետ ասվածի մասին, բնականաբար առաջինը դա ձեռնտու չի տնտեսական հատկապես տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետության համար, այստեղ նորություն չի, ինչ որ էվրիկաներ մենք չենք հայտնագործում, որովհետեւ դուք պատկերացրեք այդ ամբողջ տրանզիտը ապահովում է Իրանը եւ բնականաբար մաքսային հարգային տեսանկյունից իրեն է դա ձեռնտու։ Երկրորդը, որ արդեն գեոպոլիտիկ նշանակություն ունի, բնականաբար մենք գիտենք Իրանի կարմիր գծերի մասին, այստեղ խոսվում է բազմադարյա միջպետական սահմանի եւ դրա անխախտելիության եւ այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային անխախտելիության սահմանների անձեռնմխելիության մասին, որը որ Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերն են։ Եվ այստեղ ոչինչ չի փոխվել այդ տրամաբանության շրջանակներում եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, որպես այդպեսին ես կարծում եմ ավելի քան լուրջ եւ գիտակցված է մոտենում եւ հասկանում է, որ պետք է հաշվի նստել այդ իրողության հետ, որովհետեւ Իրանը ունի կոնկրետ հստակ դիրքորոշում այդ մասին, որը բազմիցս հայտնել է։ Ապրիլ 24-յան ուղերձում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է իրական Հայաստանի գաղափարներին, նշելով, որ իրական հայրենիք պետություն ունենալու համար պետք է ճանաչել նախ հարևանների տարածքային ամբողջականությունը, ունենալ սահմանազատված տարածքներ եւ լավ հարաբերություններ հաստատել հարևանների հետ։ Այսօր ինչպես է գնահատում Հայաստանի եւ հարևան 4 երկրների հետ հարաբերությունները, հատկապես Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները։ Դե տեսեք, այդ խոսույթը իրական Հայաստան դա զավեշտի ու մարազմատիկայի ժանրից է, եկեք ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս նաև նման պոլեմիկայի մեջ չմտնել, որտեղ ստացվում է մենք հիմա ինչ վերացական Հայաստանում ենք ապրում, ոչ իրական Հայաստան, դա ինչի մասին է ընդհանրապես, այդ ինչ խոսույթ է, որ այսպես գծվել է ու դրա մասին պատմական հայրենիքն ենք ռուսացքում թողում։ Գիտեք, դա ել եմ կրկնում, դա մարազմատիկա է, դա աբսուրդի ինչ որ պարադոքսալ sense հայտարարություն է ու ընդհանրապես նման ձևաչափը ու տպավորություն է, որ ինչ որ շատերս հա չենք հասկանում, ինքը փորձում է մեզ բացատրի, թե իրական Հայաստանը որն է, պատմականը որն է, եկեք այդ դիսկուսից դուրս գանք, որովհետև դա անլուրջ այն որ ասում եմ մեզ չի սազում։ Ինչ վերաբերում է ձեր ավելի կոնկրետ ու հստակ հարցին, հարաբերություններ յուրաքանչյուր adekvat, յուրաքանչյուր
խոհեմ մարդ հասկանում է, որ իր հարևանների հետ կուզենա ունենալ կայուն, անվտանգ եւ վստահելի հարաբերություններ։ Մենք փառք Աստծո գոնե մեր 4 հարևաններից 2-ի հետ ունենք կայուն այդ հարաբերությունները, խոսքը Վրաստանի եւ Իրանի մասին է, բայց այդուհանդերձ նաեւ մենք մեկուսացված ենք, որտեղ այսքան տարի շարունակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից գիտեք մեկուսացված ենք եւ ընդհանրապես որևէ հարաբերություններ չկա, որ մնաց խոսենք դիվանագիտական հարաբերությունների մասին։ Ընդհանրապես հարևանների հետ պետք է կարողանալ հարևանություն անել, բայց այդ հարևանություն անելը պետք է վստահության, փոխվստահության մթնոլորտի վրա ձևավորված լինի եւ հետո դա վերածի ավելի լուրջ, ավելի գլոբալ հարաբերությունների եւ եթե հասունանա պահը եւ այդ երկուստեք կամքի դրսեւորումը արտահայտվի դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի ձևով այդ մասին դերևս ստացվում է վաղ է խոսել, որովհետեւ անգամ խաղաղության պայմանագրի մասին արդեն որի-որ տարին է խոսում ենք, բայց սա էլ տեղի չի շարժվում, ուր մնաց խոսենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների, այն էլ դիվանագիտական հարաբերությունների մասին բանակնացները ինչպես գիտենք խոսում են, բանակցություններ գնում են, գիտենք Ալիևյան ծավալապաշտական նկրտումները, գիտենք իրենց մոտեցումները, ոչինչ չի փոխվել, գիտենք այդ համատեքստում Թուրքիայի դիրքորոշումը, որ մինչև չբավարարվի ադրբեջանական պահանջները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, անգամ մի ակնարկեք, դա ուղիղ տեքստով են մարդիկ ասում, բայց տեսնում ենք Քլչ-Ռուբինյան բանակցություններ, իրանց մասով իրենք գնահատում են շատ դրական, պոզիտիվ, բայց Մարգարայի անցակետ են պատրաստական բացել, ամբողջ այդ մաքսային ուրեմն գործառույթները իրականացվող կառույցը կա, բայց արիուտես թուրքական կողմը իր նախապայմանը, որպես այդպիսին հրամցնում է ադրբեջանական նախապայմանների բավարարումը, այդուհանդերձ նոր հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Կարգավորիր հարաբերությունները Ադրբեջանի հետ, այնուհետև կկարգավորվեն թուրք-հայկական հարաբերությունները։ Դա իրենց մոտ դոգմատիկ մոտեցում է, նորություն չի։ Խաղաղության պայմանագիր կնքելու նախաշեմին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ եւ այնուհետեւ ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է սադրում, պատերազմ է հրահրում։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք եւ արդյոք սրանով ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, պատերազմ է հրահրում։ Վերստին խոսելու ենք մի բանից, որը շատ անգամ մասնավորապես ես բարձրաձայնել եմ։ Մենք խոսում ենք Ալիևյան առավելապաշտական էքսպանսիոնիստական քաղաքականության մասին, որպես այդպիսին գլոբալ առումով, եւ մենք գիտենք, որ լոկալ այսպիսի ինցիդենտները, էպիտետներ են ստեղծում, որպեսզի ալիբի ունենան, ստեղծեն ինչ-որ իրավիճակ, որպեսզի օկուպացնեն Սյունիքը գլոբալ առումով, Ալիևյան նպատակը դա է։ Հասկանալի է, որ այս պահին չունեն այդ կանաչ լույսը, որի տրման դեպքում նրանք, ես կարծում եմ, որ կգնան նման քայլի, ենթադրում եմ նաև նրանք գիտակցում են պահի լրջությունը, որովհետև սա Արցախը չի, եթե որոշակի չափով իրենք այսպես ասած փորձում են լեգիտիմացնեն, որ նրանք ՄԱԿ-ի 4 ռեզոլյուցիաներն են կատարել, թեկուզ եւ ռազմական ճանապարհով իրենց տարածքային ամբողջականությունն են վերականգնել։ Հայաստանի Հանրապետության ներկայիս սուվերեն տարածքի վրա նման ձևաչափով հանդես գալը առավել եւս էքսպանսիոնիստական քաղաքականության մարսելու խնդիր ունեն, այստեղ պետք է հասկանան նրան։ Բայց եւ այնպես այն ինչ որ մենք տեսնում ենք աշխարհում, այն ինչ որ սեկտոր Գազայում ենք տեսնում, Սիրիայում տեսանք, տեսնում ենք Ուկրաինայում, երբ որ անգամ գերտերություններն են պարտադրում օրինակ Ուկրաինայում, որ այլևս ընդունիր, որ փաստ է, որ օրինակ Ղրիմը այլևս քոնը չի եւ անգամ մենք ընդունում ենք, որ դա ՌԴ տարածք է։ Այդ ամեն ինչը ադրբեջանական իշխանությունները բնականաբար տեսնում են, հետևություն են անում եւ այստեղ շատ լուրջ եւ վտանգավոր ես նարատիվներ եմ տեսնում, այսինքն գնա գրավի հարևան երկրի տարածքը եւ դա կմարսվի, այսպես ասած, միջազգային հանրության եւ աշխարհակահաղական կենտրոնների կողմից։ Դա շատ վատ նարատիվ է եւ դա թույլ է տալիս Ալիևին ավելի այսպես վտանգավոր խաղի մեջ մտնել, որի մեջ ինքն էլ որպես այդպիսին արկածախնդիր լինելով, առավել եւս թիկունքին ունենալով այսպես կոչված հաղթանակած պատերազմը, բնականաբար կարող է գնալ այդ քայլերին։ Այստեղ հասկանում ենք, որ սադրիչ գործողություններ տեղի են ունենալու։ Նորից եմ կրկնում գեր նպատակը Վայոց ձորի Սյունիքի հատկապես միջանցք, այդ Մեղրիի միջանցք կամ Զանգեզուրյան միջանցք, Մեղրիի միջանցքը մի քիչ այլ տրամաբանություն է, Զանգեզուրյան միջանցքը ավելի գլոբալ տրամաբանության մեջ է։ Գրավելն է ու ցամաքային կապ հաստատել, որտեղ նրանք ուղիղ տեքստով բազմիցս ասել են առանց վերապահումների, առանց որևիցե
խոչընդոտի անխապան, անվտանգ երթևեք պետք է ապահովեք ցամաքային Ադրբեջանից մինչև Նախիջևան եւ այստեղ հենց այդ շահարկման առարկան որպես այդպեսին կա, որովհետեւ ինչ որտեղ նաեւ մարդիկ ուղիղ հասկացնում են մեզ, որ խոսքը վերաբերում է առանց մաքսային, առանց հարգային մարմինների, այսինքն անվտանգ, անխոչընդոտ երթևեկի նկատի ունեցել բառացի ոչ մի ներքին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան գործառույթների իրականացման անխոչընդոտ անվտանգ այցի ուրեմն երթևեկի մասին։ Այս մասով կարծես ուլտիմատումային պարամետրիկ է օգտագործվում Հայաստանի կողմում եւ մանավանդ որ մենք տեսնում ենք որ վերջի իրադարձությունների համատեքստում եթե Հայաստանը ասում է պատրաստական եմ 17 կետերի դիմաց ստորագրել եւ այստեղ նաեւ մենք մինչեւ հիմա դուք որպես լրագրողներ մենք որպես մասնագետներ տեղյակ չենք այդ ինչ 17 կետեր են եւ փորձում ենք իհարկե առանց քաղաքական վանգայություններ անելու հասկանալով իրենց պահանջներն ու պայմանները դրանք որոնք են կոնկրետ 17 եւ դրանք շատ հավանական է որ հագապետական իհարկե կանխատեսում ենք եւ հասկանալի է որ այդտեղ խիստ հագապետական ու հագազգային կետեր կարող են լինել, որի մասին չի բարձրաձայնվում եւ այստեղ շատ վտանգավոր ես նարատիվ եմ տեսնում, բայց փաստն է, որ ադրբեջանական կողմը տեսնում է, որ բացառապես միակողմանի զիջումների արդյունքում նույն տրամաբանությամբ 17 կետը վաղը կարող է դառնալ 27 եւ 57 կետ, հենա ստացվում է, որ մենք ստանում ենք այն ինչը մենք ուզում ենք, ու այստեղ խաղաղության պայմանագիր կնքելու տրամաբանություն չկա, որը կարող է առհասարակ իրավաբանական տեսանկյունից խնդիր առաջացնել իրենց համար, ստորագրել մի բան դիմաց, որ իրենց կսահմանափակվի իրենց գործողություններում։ Բայց լավ, եթե այնուամենայնիվ կնքվի խաղաղության պայմանագիրը, ինչ է այն տալու Հայաստանի, որովհետև Արարատ Միրզոյանն է հայտարարում, որ շահելու ենք միայն դրանով, խաղաղության պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը առավել շահելու, Նիկոլ Փաշինյանն է շահելու մասին խոսում, ինչ ենք շահելու մենք։ Բազմիցս կրկնել եմ այս արտահայտությունը, ինչը հիմա ասելու եմ, ստիպված եմ վերստին կրկնել։ Խաղաղության պայմանագիրը դա ֆիկտիվ բնույթի փաստաթուղթ կլինի, դա լակմուսի թուղթ կլինի, որովհետև խաղաղության դարաշրջանը ինքնին միֆ է։ Որովհետև պետք է հասկանանք, դա ժողովուրդների կամարտահայտության արդյունք, ուրիշ բան, երբ որ իշխանությունները հասկանալի պատճառներով, որ как бы чего не вышло, պատերազմ չլինի, աթոռի պահելու խնդիր ունեն, ամեն ինչի կգնան ցանկացած զիջումի, իհարկե գեղեցիկ փաթեթավորելով դա միակողմանի զիջում, որովհետև ես ուղիղ հարց եմ տվել իշխանություններին եւ չեմ ստացել պատասխան։ Եղբայր ցույց տվեք get 1 փողզիջում։ Փողզիջում բառի հիմքի վրա, փողզիջում, Ադրբեջանը ինչն է զիջել։ Ինչի հիմքի վրա եք դուք ասում փողզիջում, եթե դա զիջում է։ Մենք տեսանք Տավուշյան դեպքերը, հա, մենք տեսնում ենք, որ օկուպացված 200-ից 300 քառակուսի կիլոմետր տարածք ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո եւ նրանք բնավ չեն պատրաստվում դուրս գալ եւ Ալիևը դրա մասին ուղիղ խոսել է, չի ակնարկել, ուղիղ խոսել է։ Հիմա մենք, որ տեսեք այդ հարցը, որ տալիս եք, ակամայի մոտ առաջանում է հետեւյալ հարցապնդումը։ Դուք, որ վստահաբար ասում եք, որ ժողովուրդների մոտ կա այդ ցանկությունը, դուք ադրբեջանական հասարակությանը հարցրել եք կամ դուք տեղեկացված եք այնտեղ ինչպեսի տրամադրություններ կան։ Հակահայկական ամենահակահայկական տրամադրություններն են այնտեղ տիրում։ Իրենք խայտարակ ձևի անտագոնիզմ եւ թշնամանք են տածում հայերիս հանդեպ։ Հասկանալի է, չէ, որ մենք այո, տարածաշրջանի ժողովուրդներ ենք։ Ցանկալի է, խիստ ցանկալի կլիներ, որբիսի, չգիտեմ, համակեցության ինչ-որ կանոններ ստեղծվեր, բայց ես ասել եմ միշտ, մինիմում 3-4 սերունդ պետք է անցնի, եւ ընդ որում այդ ժամանակահատվածում get 1 կրագոց, get 1 զինվոր չպետք է զոհվի, քաղաքացիական զինվորեական չի, որբիսի այդ ադելությունն ու թշնամանկը, որ կուտակվել է տարիներով շարունակ, տասնամյակներով շարունակ, փորձեն թոթափվել վստահության մթնոլորտ ձևավորվի, այն օր խոսեն հարաբերությունների կարգավորում, բայց տեսեք, այն իշխանականներից մարդիկ կան արդեն մեզ փորձում են հասկացնել, որ ձերբազատվեք այն ազգայնական մոնոէթնիկ լինելու գաղափարից, որովհետև ժամանակն է եկել համակեցություն պետք է գան, ինտեգրացիա լինի, մարդիկ պետք է գան, ու ուղիղ տեքստով հասկացնում եմ ում մասին։ Ու չեն է խոսում այդ վտանգների մասին։ Ասենք հենց Ադրբեջանը այդ նարատիվը մեր վրա օգտագործում է, որ դուք տեսեք, մենք ունենք թալիշներ, լեզգիներ, ուդիներ եւ այլն,
բազմաէթնիկ ենք, դուք մոնոէթնիկ եք ու ձեր մոտ կա այսպես բան, դոգմատիկ բան, որ մենակ Հայաստանում հայեր պետք է ապրեն, ինչու պետք է։ Դա հիմա շահարկում են իհարկե։ Եվ այստեղ չկա մի հատ արժանապատիվ պատասխան կոնկրետ այդ հարցին, որը պետք է հնչել, բայց հնչում է փոխարենը, որ այո, պետք է համակերպենք, սահմանները բացենք, թող գան, ապրեն, համակեցության կանոններ եւ այլն եւ այլն։ Առանց մտորելու, թե դրա վտանգներն ու ռիսկերը որտեղ են, առանց աչքի տակ ունենալու օրինակ Աջարիայի Բաթումի սցենարը եւ այլն եւ այլն։ Դա հələ դեռևս ես ասում եմ տնտեսական ֆակտորից ելնելով։ Պարոն Կարապետյան, ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստան-Իրան հարաբերությունները կայուն են եւ առերես, որ նայում է առաջին հայացքին տպավորությունը այդպիսին է, որ լավ հարաբերությունների մեջ են Հայաստանը եւ Իրանը, բայց խորքերը ներթափանցելով այլ բան է մեզ հուշում եւ նաեւ կխնդրեմ նշեք, թե ինչու առ այսօր Հայաստանը խուսափում է Իրանից զենք գնել։ Տեսեք, նախ այնպես չի, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մեզ սիրուն գնահատում կարևորում է մեր սիրուն աչքերի համար։ Հասկանալի է, չէ՞, որ միջպետական շահեր կան, ազգային ու պետական շահեր կան, որի մասին ասեցի, այստեղ պետք է հասկանանք, որ նրանք շարժվում են բացառապես իրենց ազգային ու պետական շահերով։ Ուրիշ բան, երբ որ դա համընկնում է մեր ազգային ու պետական եւ անվտանգային հայեցակարգի տեսանկյունից մեր շահերի հետ։ Այստեղ է նրբությունը։ Եվ ես բազմիցս առիթ ունեցել եմ ասեմ, դերևս Փեզեշքյանի նոր իշխանության գալուց, որ օր առաջ փորձեք այս իշխանությունների հետ նախ ընդհանուր լեզու գտնել, հետո հայտարարի գալ ինչ-որ հարցերի շուրջ, ընդհուպ մինչև ստրատեգիական դաշնակցային հարաբերությունների մեկնարկ փորձեք տվել, որովհետև փաստացի այսօր հողի վրա մենք ունենք մեկ հարևան, որի հետ կարելի է կառուցել անվտանգային համակարգ, համատեղ։ Խոսքը դրա։ Այս օրինակ իմ հրապարակային ելույթներում ողջունել եմ, երբ որ թեկուզ 2-3 օր զորավարժություններ անցկացրեցին, իհարկե սահմանային մաքսային կետի վրա երրորդ ուժերի կողմից ահաբեկչական հարձակման դեպքում, իհարկե դա օպերատիվ բնույթի այսպես զորավարժություններ իրենց կողմում, մենք Հայաստանի տարածքում, բայց օրինակ ես շատ ողջունեցի դա եւ կողջունեմ, եթե դա նմանատիպ զորավարժություններ, ընդ որում հատուկ նշանակության զորավարժություններ տեղի ունենա ամբողջ այդ 40-ից 44 կիլոմետր միջպետական սահմանի ողջ երկայնքով, ավելին ասեմ, եթե դա ընդգրկի ամբողջ ոչ Սյունիքի մարզը։ Այստեղ շատ լուրջ անվտանգային համակարգի հետ համագործակցության մենք շատ լուրջ պոտենցիալ ունենք, որի մասին հիմա բնականաբար չարժի եւ չեմ է թույլ տալ ինձ չագերտներ բացել, բայց փաստայինն է, որ ես տեսնում եմ այդ պոտենցիալը եւ ես տեսնում եմ, որ թեկուզ աչքից հեռու, բայց Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետք է մաքսիմալ հարաբերություններ վերբերնել եւ տանել դրանք դեպի անվտանգային համակարգի համատեղ գործակցության այսպես մեխանիզմ ստեղծելու։ Միանշանակ կողմ եմ, միանշանակ գտնում եմ, որ աշխատանք կա անելու, գտնում եմ, որ կոմպետենտ մասնագետներ պետք է լինեն, որոնք որ այդ մասով զբաղվեն, ցավոք սրտի կփաստեմ, որ իշխանությունների մեջ ես չեմ տեսնում նման կերպարներ, որոնք կարող են գրագետ ճիշտ հիմքերի վրա դնեն այդ հարաբերությունները։ Ես չեմ տեսնում ցավոք նման անձանց, որոնք որ նման գործառույթ իրենց վրա վերցնեն եւ տեսնում ենք, որ անվտանգության քարտուղարները գնում են, գալիս են ինչ-որ հանդիպումներ, բայց առաջին տպավորությունը ըստ իս դրանք ոնց որ սիրողական բնույթի հանդիպում, ճանաչողական կամ ավելին ես դեռևս չեմ տեսել։ Այ եթե ես տեսնեմ հողի վրա գործնականում այդ հարաբերությունների ամբողջ պոտենցիալը, շոշափելի արդյունքը, առաջինը ես կողջունեմ։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն էր։